Հարգելի հայրենակիցներ, եթերում Արարատյան խոհանոցն է, բարև ձեզ։ Ողջույններս մեր բոլոր հեռուստադիտողներին։ Բարեկամներ, շարունակում ենք ձեզ ներկայացնել ուտեստներ հայոց ազգային խոհանոցից։ Մեր խոհանոցը դուք գիտեք, որ աշխարհի ամենահամեղ, ամենաբազմազան եւ ամենաարևաբույր խոհանոցն է։ Եվ այն շարքը, որ մենք սկսել ենք, որը կոչել ենք Մարգագետնից խոհանոց, հենց այդ շարքից այսօր կպատրաստենք մեկ ուտեստ։ Բարեկամներ, ուտեստը կոչվում է ծնեբեկով ապուր, առաջին հայացքից ծնեբեկով ապուրների մի մեծ շարք կարող ենք թվարկել, բայց սա այդ մեծ շարքից մեկ յուրահատուկ ուտեստ է եւ գիտեք, որ բոլոր ուտեստները, բոլոր ապուրները տարբերվում են իրարից։ Եվ այս ծնեբեկով ապուրը հենց տարբերվում է նրանով, որ ունի հետեւյալ բաղադրությունը՝ ծնեբեկ, սոխ, յուղ, ժառա, կարտոֆիլ, ալյուր, արգանակ, հորթի մսից արգանակ, համեմունքները աղ, պղպեղ եւ շաֆրան, ունենալու ենք նաեւ կանաչի։ Պատրաստում ենք սոխառած։ Կաթսան լավ տաքացնում ենք, յուղը, ժառա յուղը իհարկե, լավ դաղում ենք, մինչ յուղը չդաղվի, սոխը չենք ավելացնի։ Իսկ այդ ժամանակ օգտագործենք, կտրատենք նաև կարտոֆիլը։ Կարտոֆիլը կտրատելու համար, բարեկամներ, սա էլ ավելորդ չեմ համարում բացատրել, կլոր է, մենք որպեսզի չշարժվի եւ դանակը չկտրվի, դանակով չվնասենք մեզ, մեկ շերտ ենք անում ուղիղ, այսպես, եւ արդեն կարող ենք հեշտ կտրատել։ Իսկ յուղը արդեն դաղվեց։ Ավելացնենք սոխը։ Սոխառածը կպատրաստվի։ Օգտագործելու ենք նաև ծնեբեկ, բնականաբար ծնեբեկով ապուրը կտրատենք, արքայական բույս, ծնեբեկին նաև այդպես ենք կոչում։ Սոխը մի քիչ ոսկեգույն դառնալուց հետո կավելացնենք ալյուր, ալյուրը կբովենք, այդ ժամանակ մի քիչ կհամեմենք աղով եւ պղպեղով եւ արդեն արգանակի վրա կսկսենք պատրաստել մեր ապուրը։ Հիմա կարող ենք ավելացնել նաեւ ալյուրը։ Մի քիչ ավելացնենք աղ։ Սև պղպեղ։ Բարեկամներ, այս ուտեստը պատրաստում են շաֆրանի թուրմով, բայց մենք այս պահի շաֆրանի թուրմը կփոխարինենք շաֆրանի արմատիկներով, աղացած արմատիկներ։ Ահա, շաֆրանի աղացած արմատիկներ։ Իհարկե մի քիչ իր այսպես դրսևորմամբ մի քիչ թույլ է արմատիկները աղացված, մի քիչ ավելի այսպես իր հատկությունները պակաս են, քան թե այն բարսակի թուրմը շաֆրանի։ Ահա, ալյուրը բովեց, սոխառածը պատրաստ է, ավելացնենք արգանակը։ Եվ ջուրը։ Խառնենք։ Ավելացնենք կարտոֆիլը։
Խառնենք։ Համբ տեսենք։ Թեթևակի ավելացնենք աղը։ 5-7 րոպեից հետո կարտոֆիլն արդեն փափկած կլինի, կավելացնենք ծնեբեկը եւ ծնեբեկին կպահանջվի ուղղակի 3 րոպե խաշվելու համար եւ ուտեստը արդեն պատրաստ է։ Սպասենք 7 րոպե։ Հարգելի հեռուստադիտողներ, անցավ 7 րոպեն ու կարտոֆիլն արդեն կարծեք թե պատրաստ է։ Այո, ավելացնենք ծնեբեկը։ Այսպես պատրաստենք համեմունք։ Օգտագործենք համքեղ սամիտ եւ մաղադանոս։ Մի քիչ հիմա ավելացնենք, ծածկենք, իջեցնենք կրակը, սև պղպեղ, նախապատրաստենք ափսեն, որի մեջ պիտի մատուցենք, նա բոլոր կանաչիները օգտագործենք, խառնենք ուտեստը, ծածկենք եւ վերցնենք կրակից։ Վերջ բարեկամներ, ուտեստը պատրաստ է։ Ահա, այսպիսի բուրմունք, այսպիսի լավ տեսք եւ բուրմունք։ Մինչ ես կլսնեմ, պատմեմ, թե ինչպես պատրաստեցինք բարեկամներ, պատրաստենք սոխառած, ալուր բովեցինք, ավելացրինք հորթի արգանակ, եռացրինք, կարտոֆիլը կտրատեցինք եւ լցրեցինք ապուրի մեջ, ապուրին ավելացրինք շաֆրանի արմատիկներ եւ կարտոֆիլը պատրաստ լինելուց հետո ավելացրինք ծնեբեկը։ Ծնեբեկով մսապուր է կոչվում, որովհետև օգտագործենք մսի արգանակ բարեկամներ։ Եվ այսպես հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Ես ուզում եմ, որ մենք միշտ հանդիպենք եւ այդ հանդիպումները լինեն շատ արդյունավետ։ Ուզում եմ, որ այդ արդյունքը լինի այն, որ մենք լինենք դառնանք էլ ավելի հայեցի, դառնանք էլ ավելի առողջ ու երջանիկ։ Ասք սիրենք ու հայրենիք եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսյուն բարեկամներ։ Ծնեբեկով ապուր։ Ծնեբեկ 1 կապ, սոխ 120 գրամ, յուղ 30 գրամ, կարտոֆիլ 100 գրամ, ալյուր 40 գրամ, հորթի մսի արգանակ 300 գրամ, աղ, պղպեղ, շաֆրան, կանաչի։ Բարեխորժակ։